Գիրք Ելից, գլուխ 25, ընծաներ խորանի համար։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. խոսիր Իսրայելի որդիների հետ, որ ինձ ընծա բերեն, ամեն մեկից ով սրտանց ու հոժարակամ է տալիս, վերցրեք իմ ընծան։ Եվ այս է այն ընծան, որ վերցնելու եք նրանցից, ոսկի և արծաթ ու պղինձ, և կապուտակ ու ծիրանագույն ու կրկնակի կարմիր և նրբահյուս քաթան և այծի մազ, և խոյի կարմիր ներկած մորթիներ, և թեհաշի մորթիներ, և սատիմի փայտեր, ճրագի համար յուղ, օծման յուղի համար և անուշահոտ խնկի համար համեմունքներ, եղեգնաքարեր և եփուդի և լանջապանակների վրա դնելու քարեր, և ինձ համար մի սրբարան շինեն, որ իրենց մեջ բնակվեմ։ Ամենը, ինչ որ քեզ ցույց տվեցի, խորանի օրինակով և դրա բոլոր կարասիների օրինակով պետք է շինեք։ Եվ սատիմի փայտից մի տապանակ շինեն, դրա երկարությունը 2 կանգուն ու կես, իսկ լայնությունը 1 կանգուն ու կես, իսկ բարձրությունը 1 կանգուն ու կես, և մաքուր ոսկով կպատես այն, ներսից ու դրսից կպատես այն, և դրա շուրջը մի ոսկե շրջանակ կշինես, և դրա համար 4 ոսկե օղակ կձուլես, և դրա 4 անկյուններում կդնես, որ դրա մի կողմում 2 օղակ և մյուս կողմում 2 օղակ լինի, և սատիմի փայտից ձողեր կշինես, և դրանք ոսկով կպատես, և ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակներին, որ դրանցով տապանակն իրենց հետ տարվի։ Ձողերը պետք է տապանակի օղակների մեջ լինեն, նրանցից չհանվեն, և տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ տալու եմ քեզ, և մաքուր ոսկուց մի քավություն շինես, դրա երկարությունը 2 կանգուն ու կես, իսկ լայնությունը 1 կանգուն ու կես, և 2 ոսկյա քերովբեններ կշինես քավության 2 ծայրերի վրա, դրանք միաձույլ լինեն, և մի քերովբեն այս ծայրին, իսկ մյուս քերովբեն այն ծայրին կշինես, քերովբեններին քավությունից պետք է շինես, նրա 2 ծայրերի, և քերովբենները պետք է տարածած լինեն թևերը վերից իրենց թևերով քավությունը ծածկելով, և նրանց երեսները միմյանց նայեն, քերովբենների երեսները դեպի քավությունը լինեն, և քավությունը տապանակի վրա պետք է դնես վերևից, և տապանակի մեջ դնես այն վկայությունը, որ քեզ կտամ։ Եվ ես կհանդիպեմ քեզ այնտեղ և քավության վրայից վկայության տապանակի վրա եղած 2 քերովբենների մեջտեղից կհաղորդակցվեմ քեզ հետ, ամեն ինչ որ քեզ պատվիրելու եմ Իսրայելի որդիների վերաբերյալ։ Եվ սատիմի փայտից մի սեղան շինիր, դրա երկարությունը 2 կանգուն, լայնությունը 1 կանգուն, իսկ բարձրությունը 1 կանգուն ու կես պետք է լինի, և պետք է մաքուր ոսկով պատես, և դրա շուրջը մի ոսկյա շրջանակ շինես, և դրա շուրջը 1 թիս տարածություն կշինես, և այդ տարածությունը շրջանակի մի ոսկե շրջանակ կշինես, և դրան 4 օղակ կշինես, և այդ օղակները կդնես անկյուններում նրա 4 ոտների մոտ։ Օղակները պետք է կցված լինեն այդ տարածքին, որպես ձողերի տեղեր, որ սեղանը կրվի, և ձողերը սատիմի փայտից կշինես, և դրանք ոսկով կպատես, և սեղանը դրանցով պետք է կրվի, և շինիր դրա սկուտեղները, և դրա խնկամանները, և բաժակներն ու սկիհները, որ դրանցով հեղելու նվեր մատուցվի, դրանք մաքուր ոսկուց կշինես, և սեղանի վրա միշտ առաջավորության հացը կդնես իմ առջև, և մաքուր ոսկուց մի աշտանակ կշինես, աշտանակը միաձույլ պետք է լինի, նրա բունը, ճյուղերը, սկահաները, գնդիկները և ծաղիկներն իրենից լինեն, և նրա կողքերից 6 ճյուղեր դուրս գան, 3 ճյուղ աշտանակի մի կողմից և 3 ճյուղ աշտանակի մյուս կողմից, 3 նշաձև սկահ մի ճյուղի վրա գնդիկով և ծաղկով, ու 3 նշաձև սկահ մյուս ճյուղի վրա գնդիկով և ծաղկով, այսպես լինեն աշտանակից ելած 6 ճյուղերը, և աշտանակի վրա 4 նշաձև սկահ լինի, իրենց գնդիկներով ու ծաղիկներով, և 2 ճյուղի տակ իրենից մի գնդիկ, և մյուս 2 ճյուղի տակ իրենից մի գնդիկ, և երրորդ 2 ճյուղի տակ իրենից 1 գնդիկ, այսպես այն 6 ճյուղերին, որ դուրս են գալիս աշտանակից, նրանց գնդիկներն ու ճյուղերը իրենից լինեն, բոլորն էլ պետք է մեկ ամբողջական միաձույլ ծեծված գործ լինեն, մի կտոր մաքուր ոսկուց։ Դրա ճրագները 7 հատ կշինես, և դրա ճրագներն այնպես պետք է վառեն, որ դեմից լուսավորեն, իսկ նրա ունելիները և բուրվառները մաքուր ոսկուց պետք է լինեն, 1 տաղանդ մաքուր ոսկուց շինեն այն, բոլոր այս անոթների հետ մեկտեղ, և տես, որ ըստ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի շինես այն։